Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Փարի լույս։ Փայլույսերներ, ինչպես որ դեսակ Ամերիկայի քարտեզը դարձած էր հայկական դվյալներու դեր։ Այսինքն, ինչպես որ միշտ Ստեփան Պարտամյանը գսի, Աբուշիմեգը բիդելաս որ չի գարձես որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Եվ այդ մեկը ցեզի պիտի փաստեմ սեպտեմբերի երկրորդ շաբաթին, երբ որ իմ քիրքը մոտ 200 նոց եւ մեն ծավալի քիրքը, ուդեղ Ամերիկայի մեջի բոլոր հայկականները վավերագրած են։ Ինչու՞ չէ միաժամանակ Կանադան վավերագրեցի, բայց նա մի ուրիշ բաղմություն է եւ քալդարի որ այլ ուրիշ շրջաններ վավերագրեմ դարբեր գալա։ Հիմա երեկվա ծրագիրս նկատի արիք թե իմ խաղս ուրեր ցեզի հետ հայ ժողովուրդ։ Երեք ցեզի ես ասեցի որ Աստված գոյություն չունի կամ ցերզի գարցնե որ ունի կամ չունի եւ ամենքդ անխդիր քիծողը եւ չքիծողը հավատացողը եւ չհավատացողը զանգահարեցիք։ Բայց շաբթվա ընթացքին, ավչի շաբթվա ընթացքին, եւ որ մեզ մեր յուրաքանչյուրի գենցաղային ամենակարևոր դարական հարցերի մասին կխոսեի, հարաբերության, անիչ որ հայ ժողովրդի մեջ կբացի, անիչ որ հայ ժողովրդի մեջ միշտ թշկողություն կա, հայ դղան չի գիտեր հայ իքականսերին ինչպես արժեքավոր է, հայ իքականսերը հայ դղային չարժեքավոր էր, օդաներուն կարժեքավոր է, եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ամոթեները, որ չեք ուզեր խոսիլ, նրա համար այս իրավիճակի մեջ գտնված է։ Հանգարձակի երեք որ ես ցեզ ասեցի, ծեր գարձիկով Աստված գոյություն ունի կամ չունի, զայրացակ, չղայնացակ, ուրախացակ ամեն ինչով։ Հիմա այսօրվա հարցումը ցեզի մի ուրիշ տեսակ հարցումն է։ Նորեն նույն իրավիճակի բիդ ստեղծվի։ Օրինակի համար մենք հայերս միշտ թշկող ենք հрьяաներեն։ Ինչ նույն ուզե թողլա, մեջը անպայման հрьяայինը արմատը գտնենք եւ հрьяաներու թեմ կսկսենք խոսելու։ Բայց միաժամանակ չենք նկատած, որ մենք երկրակունքի ամենա համբավավոր հрьяային հետույքը մտածենք։ Հա, Հիսուսը ինքը քրիստոնյա չէր, քանի որ քրիստոնեությունը իր մե հետո եկավ։ Իսկ ինքը հрьяաման էր, չէ՞։ Այսօր հայ ժողովուրդը ամեն օր գնստի կփամփասանե հрьяաներու հանդեպ եւ դարյունակ օրեն ներողություն աստեղ ագանչից մեջ բաներում Աստված բաներումը կներգոր ասի որ խելոք կեցիր Աստված դղա այդ մասին խոսիմ գոր ուրեմն դարյունակ օրեն ամեն օր կփամփասենք հрьяաները ասիգարին հрьяաները ադիգարին գարցիկ հայ ժողովրդի ամենամեծ ճշնամին հрьяաներն են եւ ամենահետաքրականը մենք ամենամեծ հрьяից կվախնանք ահա հայ արմեններ չէ արիմեն հասկացությունը գիտեք ինչ է չէ հզոր մարդը սեր է ոչ թե Հայաստան, Ստան, Բարսիկներու բաշարված շրջանի հայերը արիմեն, արմեն, արմինիան իհարկե սա մեր ասկի հիվանդությունն է քանի որ մենք մեր մասին դերեկություն չունենք մեզի բավդատրված անինչ որ այդ հрьяային որ գհետևինք իրեն ժառանգորդները որ մեզի բավդատրած են որ ընդունենք ամենասիրով կընդունենք քանի որ հավատացած ենք որ մահից հետո մեզի կյանք պիտի դա իսկ կյանքը ինքը որ աստեղ հավիտենական երկրակունքը շարժվում է հավիտենական ոչ ոք իրեն պիտի չի գեցնի իսկ այստեղ որ անցկացնում ենք մեր ժամերը բարձր ասում ենք չէ մենք հետաքրքրված չենք սրանով քանի ավելի լավ ունենք մերնելից հետո գիտեք բամություն մգա զարգեփունչը 7 թուրեր գլան առաջին թուրը կփանաս որ խոշոր զարգեփունչ մնե եւ ադեղ առաջարկ մգլա գնաց ասում եք ավնել կամ դերևս ավելի լավ է լա հաջորդ թուրին յետևը հաջորդ թուրը կփանաս որ ավելի փոքր զարգեփունչ է արդեն գսես վախ ինձ սխալերի այդ միս մեծը պետք է առնեի բայց նորեն քու մեջը կասկած մգա որ գնա հաջորդ ավելի մեծ է լա եւ գերտաս մինչեւ 7-րդ թուրը գասից որ նույնիսկ մի հատ է մեկ վարդ այդ դեղ գոյություն չունի
Ուրեմն մենք իբր հայեր նույն ադիրավիճակի մեջ ենք։ Երկրակունթի այս քեղեցկությունը, այս երկրակունթի կյանքը, որ պետք է ապրենք, եւ ինչպես պիտի ապրենք։ Տղամարդը գնգա հետ։ Կամ իհարկե դուք ավելի կզայրանաք, տղամարդը դղու հետ։ Գինարմադը գինարմադի հետ։ Քանի որ ժամանակները կհարաշտիմեն։ Նայեցեք, ավետարանի մեջ շատ միասերականներու պատմություններ կա։ Մի կարծեք, որ միասերականությունը նորը սկսած է։ Բայց խնդրական հասիկա է, որ մենք հայերս վախենում ենք հրյաներից, ամեն ինչի մեջ իրենց անունն ենք հիշում, բադահազ նույնիսկ, այսինքն հիմա գիտեմ, որ թուրքերից կվախենանք, բայց ադիգա բոլորին ուրիշ նյութ է։ Գիտեք ինչու՞։ Քանի որ հերու այս հողերու վրա գաբրինք։ Ինչ որ է։ Անսին առաջ ծեր գարձիկներուն, քանի որ նայեցեք նորեն այսօրվա նյութը գաբ ունի աշխարհի ամենահամբավավոր հրյային, որ հայ ժողովուրդը կհետևի իրեն։ Փարի լույս։ Փարի լույս։ Այլուս Ստեփան, ինչպես ես։ Ես լավ, դուք ինչպես եք։ Լավ, ես միակ մի բան կասեմ, մենք հրյաներուն նախանձում ենք։ Միակ էդ եմ կարող ասեմ։ Այսինքն չենք վախենում, այլ նախանձում ենք։ Այլ նախանձում ենք, բայց Հա, նախանձ որ նայեցեք, մենք էլ մեզ ավելի շուտ մտածում ենք, ավելի բաց ենք հրյաներ։ եւ որ նախանձ լինի սիրելիս, ամբողջական կփորձես որ ավելի լավը ներկայացնես։ Բայց եթե որ վախենում ես, ասում ես ես չեմ կարող, հրյան կարող է։ Հայ ընտանիքի խոսակցության ընթացքին, եթե ոյն մեկ նույն մգա, զավակս հրյայեքով գաշխատի, ուրեմն լավ մագարտակի մեջ է։ Իսկ եթե նախանձ ունենար, գնացել որ զավակս քերմանացինքով գաշխատի եւ 3 անգամ ավելի շատ կվարձատրվի։ Ես համաձայն չեմ որ գնախանցենք։ Քանի նախ ցեզի ասեմ որ իրենք մեզ մեկը վախնան, իսկ մենք իրենց մեկը վախնանք։ Նույնը կնմանի Սփյուռք եւ Հայաստան հարաբերությունը։ Մեկը մյուսին լուրջ ունի, բայց մեկը մյուսին հանդեպ հոյակապ առասպելները ստեղծած են։ Ուրեմն ես համաձայն չեմ որ նախանցի հարց է։ Բայց մի բան էլ կարող եմ ասեմ։ Այո։ Մենք իման նախանձում ենք, որ իրենց նման միասնականություն չունենք։ Իրենք ա չունեն։ Հрьяներն միասնականություն չունեն, բայց մենք առասպել մստեղծած ենք իրենք, իրարու կփրնեն։ Մենք հայերս այո շատ լավ կփրնենք, բայց գախում ունի ինչ արումով։ Ճշմարտության չի, խապքելուց է որ իրարու շատ լավ կփրնենք։ Շիտակ եմ կամ ոչ։ Շիտակ ես, բայց կմտածեմ մասին, ինչ ասեմ Ստեփան։ Շատ շնորհակալ եմ ամեն։ Շնորհակալություն։ Ուրեմն սեներ ահավասիկ իրավիճակը, որ անձնավորությունը ասա, որ գնախանցինք։ Իմ գարձիկով նախանց չէ, իմ գարձիկով վախ է։ Քանի որ նախանցը ամենայն քեզի կբարդացի, որ մի քայլ առնես։ Իսկ մենք նստած դեղերից սպասում ենք, որ մերնել են հետո այդ ամենամեծ հրյան մեզի հավիտենական կյանք պիտի դա եղեր։ Փարի լույս նոր հերախոսի ծև գաստեր դժվար ասել։ Բարև ձեզ, ծեր գարձիկը։ Փարի լույս։ Հերադեսիլեն հերու գեցեք։ Ես կարող եմ խոսալ։ Այո, իհարկե կարող եք։ Եթե հերադեսիլին չնայիք, ընկալուչի մեջ խոսեք, կրնակ խոսեք։ Okay։ Կանջատեմ հերոստատեսություն։ Շնորհակալություն։ Այսօրվա վիճակով ձեր նման մարդիկ շատ քիչ են, որ իսկապես ճշմարտությունը բացահայտում են, բացահայտ ասում են։ Ախր ով ա եղել Քրիստոսը, ով ա եղել Գրիգոր Խառնակիչը, ովքեր են դրանք։ Այդ լավ ուսումնասիրել ինչ են գրել նրանց իրանց մեռնելուց 100 տարի հետո երևի նոր սկսել են դրանց ուսմունքի մասին գիտնականներ են եղել, ասենք թե հասկացող մարդիկ, ելի երևի ջոդների մատը մեջն է եղել։ Հավասիկ ցուգա նույնը գադարեցիք։ Նույնը գադարեցիք, հрьяներուն նորեն ավելի շատ կարևորություն դվիք, քան թե դուք ցեզի։ Այսինքն, որ ասեցիք, որ ջուդներուն ցերկը մեջը խառն է, չէ՞։ Այդ օրը, որ մենք հայերս ցերփազատվենք այդ մտածելակերպին, մենք կգնանք հարաշտիմել։ Եվ դարօրինակ նույն աշխարհի ամենահրճակավոր հրյային հետույքեն դուրս որ ելենք, շատ ավելի բաներ կգնանք տեսնել, քանի խավար է այդտեղ։ Իմ ասածը ներկա պահին այդ մասին, այն մասին որ ախր իսկապես տգիտությունը
այդ հետամնացությունը, այդ ոնց ասեմ, անկրթությունը հեշտ է ղեկավարել մարդկանց, որ Քրիստոս ասես, օթում առասպելի նման, օթի տեսեն Աստվածեն, չկա։ Բիդիկա, նորից բիդիկա։ Քրիստոսն եկավ, չգիտեմ, այմար, մի քիչ խելք հավաքեն, ախր որ մի անգամ եկի, Աստված հատալի ձուկը վերևից թափում, ախր ամոթ այմար։ Եղավ, շնորհակալություն սիրելիս։ Շնորհակալություն։ Ռակետ են գցում, մարդիկ ինքնաթիռներ են պատրաստում, հրթիռներ են պատրաստում։ Շնորհակալություն սիրելիս, շնորհակալություն։ Ուրեմն ահավասիկ սեներ, բարձրապես կարծիք մներ եւ նայեցեք ինչպես ասում մասին խոսենք։ Հիմա, եթե բադայ որ ես ցեզի ասեմ որ հայ ժողովուրդը ժամանակն է եկած որ ավելի գրթվի։ Նայեցեք Փարաբաշարս ավելի լավացրեցի։ Չեմ ասում որ դքեդ ենք հայերս, այլ ասում եմ որ հայ ժողովուրդը անհրաժեշտ է որ 21-րդ տարու չափանիշով զարգանա։ Ինչ կասեք նրա մասին։ Անցնենք առաջ։ Փարի լույս։ Փարի լույս։ Փարի լույս։ Եղավ։ Ուրեմն լեսակ նյութը ինչի մասին է, հայ ժողովուրդը պետք է ավելի զարգանա, քան որ հիմա կանք։ Եվ նայեցեք ավելի նուրբ ցևով ցեզի ասեցի։ Չասեցի որ հիմար ենք աբուշ ենք դքեդ ենք, այլ ասեցի որ ավելի պետք է զարգանանք, այսինքն հիմար ենք աբուշ ենք դքեդ ենք։ Այսօր հերախոսները քիչ իմ հետ սխալ գխան գոր։ Ձեր գարձիկը։ Ալո։ Այո։ Բարձր, ես մեկ ման ունեի ասելու, մենք հայերս դժբախտաբար, որովհետև Հիսուս Քրիստոսին այնպես որ պետք է հավատանք Աստծու տղեն եւ Սուրբ Օքի հետ, այսինքն երրորդությունը չենք հավատում եւ չենք ուզում հավատանք, որ Հիսուս Քրիստոսը հրյայի ցեղից Աբրահամից ընտրված ժողովուրդը, որ հիբրու ժողովուրդն էր, առաջավոր ընտրված էր, այսինքն ով էր ընտրած իրենց։ Առաջի տղայի ցեղից սկսավ որ Աբրահամը ասած Աբրահամը հայ էր։ Դեպի Իսրայել անցավ եւ ընդեղից ուրեմն Հակոբից հետո Իսրայելը սկսավ։ Հակոբն հայ էր։ Հետո Հուդայից Դավիթ քաղաքավորից հետո Աստված ասաց որ Հիսուս Քրիստոսը փրկիչը իր ցեղից փրկեցնվի։ Ահա։ Մենք չենք կարող հավատանք որ Հիսուս Քրիստոսը հրյա է ջանեմ, հրյա է։ Բայց քրիստոնեությունը ինչպես դուք ինձ առաջ ասեցիք, իր խաչվելուց հետո սկսավ որ արյունը թափավ, չէ որ մենակ մեզ համար, այլ ամբողջ երկրագնդի համար, որ խոնակ փրկվենք եւ որ հավատանք, անկասկած երոշության եւ հավատանք Աստծուն 100%։ Ուրեմն 300 տարի առաջ Ամերիկայի մեջ միլիոնավոր ժողովուրդներ խոնարհ լինենք ու հրազանք։ Եղավ, շատ շնորհակալություն։ Այո։ Զբաղտաբար։ Եկեղեցիները, թե արևելյան, թե արևմուտքյան, մեզի տանում են տարբեր ներողություն սիրելիս, նույնիսկ փոխական համայնքը, կամ ներողություն հատ որ ամեն գիրակի գուքանը տուրը գզարնեն, նույնիսկ հատ էշերը։ Եղավ։ Շիրակը շատ բաներով մասին նույնն եք խոսում։ Ինչ տարբերություն ունի լուսավորչական է, փոխկական է, Եհովայի վգա է, կամ 50-ական է, 40-ական է, վաղմիսորը պարտամյանական, նույնիսկ եթե ես կնամ ասեմ, որ Հիսուսի մեջ հայտնվեցավ, որ ես իրեն, նայեցեք մորուքս Հիսուսը տվավ ինձի, հավատացյալներ կլան ինձի, ժողովուրդը միշտ, դգար ժողովուրդը միշտ ուզում է մեկումը հավատա, բայց ոչ մի տարբերություն չկա Եհովայի վգաներից մինչև Հայաստանյաց առաքելական եկեղեցին, նույնն է, միայն թե ով է իշխում, ով է դերը, հասկացաք, այդ հարցը կա, այս ուսումնասիրություններուց մեջ եսեներ, և որ ամերիկան բերեցա և վավերակրեցի, իրականչուր շրջանի եկեղեցիներու դվյալներուն գնայիմ, 9000 հոգի գաբրի շրջանի մեջը, 500 հոգի անդամ է եկեղեցին, որոնց այդ 500 հոգի են, 200 հոգի միայն թե դարեգան իրեն դուրքը գվջար է, ուր մնաց այդ 8500-ը, նրանք քրիստոնյաներ չեն, նրանց մեջ է մի 500 ուրիշ հավատների մեջ են, բայց նույն թշկողությունն է սերներ հայ ժողովրդի հանդեպ, ես կթշկողիմ, որ հայ ժողովրդի հանդեպ այս թիդավորյալ, որ մենք դքետ մնանք, հանգարձակի դեսնում է շապադորը երեք կնիկ հակնված շտկնված երեխայով կալիս են, երեխայի մեղքի ինչ է, թուրն են զարնում, որ Հիսուսի բատկամը վիդան եղեր, նվազակույնը գարդենցնն ավդու գանող կեզի, անստինգ առաջ,
Փարի լույս։ Բայլու Ստեփան։ Բարև, ինչպես եք։ Ես միակ ուզում եմ մի հատ հարց տամ ունկնդորների ասես, որ քրիստոնեությունը եւ ազգությունը տարբերություն ունի։ Իհարկե։ Հայելները միջև քրիստոնյաները տարբերություն ունի։ Նայեցեք, քրիստիան խառնելը հետի ճիշտ չի։ Այո, նայեցեք, երկրակունթի վրա, շատ շնորհակալություն սիրելիս, շնորհակալություն։ Երկրակունթի վրա մեկ բեդության քաղաքար մգա։ Նայեցեք, Հիտլերն է ուզեց նույնը գադարել, Լենին բաբիկն է ուզեց նույնը գադարել, Հիսուս բաբիկն է նույնը գադարեց, Ալեքսանդր գադարեց, մեծ Դիկրանն է ուզեց գադարել, Ջանգիս խանն է ուզեց գադարել, ով որ գիտեք որ երկրակունթը ասենք շատ գեղեցիկ ուժ ուներ, երկրակունթի վրա ուզեց դև դիրական դառնա։ Ոմանք սուրի զենքի ատոմական ուժի միջոցով, ոմանք հանգարձակի մարդու դգարության։ Եվ Աստվածը սավ լույս եղիր եւ լույս եղավ։ 150 միլիոն տարի առաջ ուր էր Աստվածը որ լույս կար։ Քանի ավետարանը բացապես 5-6 հազար տարի գսե։ Ուրեմն սեներ Սա ոչ մի դարբերություն չի գա Հիսուս բաբիգեն մինչև Լենին բաբիգը 2000 տարի դարբերություն 1900 տարի դարբերություն բայց այդ ժամանակի ընթացքին եւ ատքի առաջ ամեն մարդ նույնը ուզած է եկեք ավելի իրաբաշտ լանք քանի որ քրիստոնեական հավատքը համայնավարական հավատքը նույն հավատքն է իսկ հայկական հավատքը բոլորովին գհագասե թե համայնավարական հավատքի եւ թե քրիստոնեական հավատքի հասկացողներն համար շատ բարի լույսներ չհասկացողներն համար շարունակենք եւ այսպեսով բիցորվի մաս մեկը բարի լույս բարի լույս չավ ինչ որ է հիմա կլի Կամ ես արակ եմ հուպ տալիս, բարի լույս, ծեր գավձիկը։ Հալո, բարև։ Բարև ձեզ։ Հեռադեսինի մի նայեք։ Այո, բարև ձեզ։ Ես մեկ հարց ունեմ մեր հայերի եւ հрьяաների համար։ Մենք ինչու հայերը չենք ուզում հասկանանք, որովհետեւ հայերեն քրիստոնյա չենք։ Առաջ քրիստոնյա կելես, հետո ուզում ես հայելես, կդես հայ կելես, կամ կդես պարսի կլինես։ Քրիստոնեությունը ընդունելը Այսինքն քրիստոնեությունը ավելի բարձր է, քան թե հայ լինելը։ Հավատաս երրորդության եւ 100% ընդունես Աստծուն Այո։ եւ ընդունես Քրիստոսի Հիմա ես որ չեմ ընդունել, ինչ պիտի լա ինձ։ հարություն առնելը եւ արունթապելը մեր բանալու համար։ Սիրելիս, ես որ չեմ ընդունում, ինչ պիտի լա ինձ։ Չես դա դրախտ։ Օտրախ միջև տամ։ Գիշեք ես դարիներ առաջ ցեզի Toujours կավե լավ դեղ է։ Եթե հավիտյան ուզում ես ապրես քրիստոնյա լինես։ Հա? Չէ, ինչու ես հայ եմ, ինչու քրիստոնյա։ Սիրելիս, ես հայ եմ, ինչու քրիստոնյա ալամ։ Դու հայ ես, հայ մնա, գնա ավանդական եկեղեցի, գնա Էջմիածին, ընդ Աստծո պաշտի։ Իսկ եթե հայ ես, եթե անգիստ եք տալի, մեր իրավունք դուր։ Ոքի անգիստ եք տալի։ Նայեցեք, Աստվածը ցեզ իրավունք չտված, ես ցեզ իրավունք։ Հիմար խոսում եք։ Չի կարելի աշապ դքետ մարդիկ 21-րդ դարուն չի կարելի լինի։ Աստված քեզի իրավունք չտված որ խոսի։ Բարձրապես միան թե քու հիմար նախ քրիստոնյա ես, հետո հայ ես։ Ջիվերիս քրիստոնյա եմ ես։ Ես առաջ հայ եմ եւ հետո ուրիշ բան չի գա։ Հայությունից ցածր, հայությունից բարձր ուրիշ բան քոյություն չունի աշխարհի վրա։ Իսկ ան որ կգարձե որ քրիստոնեություն հայությունն բարձր է, սերիս գործված հոգիներ եք դուք։ Հաճողած է այդ որ դուք վախենում եք հրյայից, հաճող ցուցած են ձեր վրան։ Ես վախցած չեմ հրյայից։ Նրա համար իմ նյութերուս մեջ ամեն օր չեմ բեր։ Ես այսօր բարձրապես բերի օրինակ մսեզի, քանի որ դուք նույնիսկ եթե դերմը լավ բամը հրյային ցերկը մեջը խառն է։ Ինչու հային ցերկը մեջը խառն չլա։ Քանի որ դու քեզի վար ես զառնում, եւ դու ասում ես որ դու անգարող ես։ Իսկ որ Ստեփան Պարտամյանը կայս ասում է դուք դքեդ եք, չղայնանում եք։ Ինչու՞։ Քանի որ ծեր ուժը միմիան այդ սահմանափակ չափանիշների մեջ կնակ օգտագործել։ Երկրակունթը ցերն է, ով հայ ժողովուրդ։ Աշխարհի 4 կողմ դարազված եք։ Նախքան այս www հասկացողությունը հայերը աշխարհի 4 կողմն էին։ Լեհաստանի մեջ 200,000 հայ կար։ Ուր եք։
Հնդկաստանի մեջը հաբարդանում եք 500 ամյակ առաջին հայկական քիրքի դպակրություն։ Ուր եք հիմա։ Ամեն մեկդեղ հարստություններ ցկած եք։ Հանգարձակի Սուրիո մեջ խնդիր ելավ։ Ամեն մարդ իրարու ինգեր է, Սուրիո մեջ հայ ժողովրդի վիճակը, Սուրիացի ժողովրդի վիճակը ինչ է։ Դուք որ քրիստոնյա եք, դուք որ եկեղեցի ունիք Սուրիո մեջը, որ հավասար են ամեն մարդ իրարու։ Նայեցեք, դուք չեք կատարել Գորանի, որ ձեր հրյա Աստվածը բարդացրած է։ Սուրիո մեջ երկու հատ հայ մերավ։ Մեծ խնդիր անեցիք։ Անցյալ օրը YouTube-ի վրա դրած էին, որ այդ սուրիացիները շենքին վրա են մարդ կներեն գոր գմերնին գոր։ Իբր քրիստոնյա, ինչու անոց մասին չեք մտածել գոր։ Տեսակ որ չափ դգար ժողովուրդ եք դուք։ Վաղը միսր ուրիշ քաղտոջախի մեջ նույնը videla։ Նույն ծևը ամա, ասա մեկ հատ զապարություն բիդնեք։ Անստինգ առաջ։ Ժողովուրդ, ուղեղ ունեք կորձածեցեք։ Ուրիշի վրա հույս տնելով դեմը չեք հասնիր։ Թեկուզ Աստուծո վրա հույս տնելով դեմը չեք հասնիր։ Փարի լույս։ Պայլուս Ստեփան, ինչպես եք։ Ես լավ եմ, դուք ինչպես եք։ Լավ եմ։ Ստեփան, ինձ մար հարց է հետաքրքիր է։ Այո։ Ձեր մեկնաբանությունը ինչպես է, թե մեկն ասում Աստված կա, ինչու կա եւ մեկը որ Աստված չկա, ինչու չկա։ Ձեր մեկնաբանությունը որն է որ չկա։ Ես բարդավոր չեմ, որ մեկնաբանեմ, որ չի գա, քանի որ եւ որ փամը կոյություն չունի, չես կնարսել, որ ասե բաժարը որ կոյություն չունի։ Չունի, եղբայր։ Ան որ ասում է, որ Աստված կոյություն ունի, իր վրան բարդացրված է, նայեցեք, ավետարանը ստեղծողները խորամանկ մարդիկ եղած են, շատ խելացի մարդիկ եղած են։ Քեզի բաժարներ դալիս որ փաստե որ փամը որ կոյություն չունի։ Ես հիմա դες մի բան ասեմ։ Դուք ասեք։ Համաձայն եմ, ես Աստծուն հավատ չունեմ, որ ես էլ ասեմ Աստված գոյություն չունեմ։ Հա, բայց բարդավոր չես փաստելու որ չունի։ Բայց իմ մեկնաբանությունը նա է, որ անգլերենով ասեմ ավելի լավ կենլի։ There is a force that holds everything together in this world, like planets, stars, sun, and everything that works in this that it's good harmony. Okay. Right? You So agree with enjoy me? the harmony. Don't invent the wheel when the wheel was invented. Enjoy the harmony. Don't try to find out why and who created it. Why? Are we going to go and tell him, thank you for you creating the harmony? I don't give a damn. I'm enjoying the harmony. I'm with you on that. If he didn't like my attitude, let him not give me the harmony. He's not capable of not giving the harmony. It's just a means to control people. You know? Exactly. That brain of the human being, which is capable of doing so many things. Yeah. We're not giving it credit. We're giving something hypothetical in the air. That is so-called God and His Son and His virgin wife. I'm still trying to find a virgin wife. I can't. I'm sorry. You won't be able to. If you find one, let me know. All right. Thank you. Take care. Bye-bye. Thank you. Bye-bye. Սերներ, այդ վերջինը գադակ էր, հա։ Մեղա, դանք բաներ գլամը ասել։ Ինչ որ է, անստինգ առաջ։ Փարի լույս, ծեր գարձիկը։ Բարև։ Բարև։ Ես գուզեմ որ մի հատ հասկացողությունը լա, որ եթե գուզենք մարդուն դաստիարակենք, ուղիղ ճիշտ ճանապարհի վրա տնենք, այն դպրոցական հասակից մինչև որ դպրոց ավարտում են 18 տարեկան, այդ երեխային բացատրվի աշխարհի օրենքը, բնության օրենքը, տիեզերքի օրենքը, ինչպես է աշխարհը բդդվում։ Այո։ Այդ բդույթը ցիրկլը որ մի հատ ջուրը որ ինչպես է բդդվում, կամ թե երկիրը ինչպես է բդդվում, այս կենթանիները իրար ուտելով այդ ցիկլը նորից փակվում է, շատ դրված օրենք է, տիեզերական օրենքը։ Այո, եւ ադիգա սովորական գենցաղային օրենքներն են, չէ՞։ Այսինքն Այդ տիեզերական է դա։ Այո, հիմա նրա պետք է անպայման բարդացնենք, որ Աստվածը ստեղծեց այդ մեկը։ Չէ, Աստված չէ, դա տիեզերական օրենք է, արարի չէ, ով ուզում է ինչ անուն ուզում է ստի, բայց այդ օրենքը պետք է սովորացնենք երեխաներին։ Այո, բայց հիմա բիլեսը նայեցեք, սովորացնել, որ մարդը մարդու սիրե, հարկե թիմացինին իր կյանքի առավելության համար։ Մենք ուրիշ բան չենք անում։ Ես թիմացինին հարկում եմ ինքը որ կյանք ունի։ Ես իրավունք չունեմ իր կյանքը խրելու կամ իր կյանքը ասել որ իմս է։ Եվ բարդացրեմ որ ցուն ամբողջ կյանքդ ոչինչ կդարե, քանի մերնելից հետո դերմը բիդևտաս որ քեզի լավ բաներ բինեն, կամ դերմը բիդևտաս որ քեզի լավ բաներ բիդան։ Այսին խապելը ինձ համար ամենադաժան բանը մարդու խապելն է։ Իսկ եթե ես ապրում եմ, ինչ բարդավոր եմ փնտրելու որ ինչու ես ապրում եմ։ Քանի որ երբ որ դու սկսես մտածել թե ինչու ես ապրում, չես կարողանալ ապրել։
Եվ իմիջայլոց ցեզ ասեմ, եթե միշտ հավատանք, որ մենց ուժ մը գա երկրակունթի վրա, հավատացեք, որ քեզանից ավելի ցածր ուժ ունեցողը կգնա շահագործել քեզի։ Ինչպես որ շատ եք տեսնում, չէ՞։ Ասում եք, որ երեխաս Եհովայի վկաներու մեջ մտածե, ցանկը ամեն խանգարվեցավ իրեն շահագործում են։ Բայց մյուս կողմեն ասում ենք լուսավորչական եկեղեցին չի շահագործում։ Կամ գաթողիկե եկեղեցին չի շահագործում, կամ փոխկական եկեղեցին։ Բայց նրանք 2000 տարի առաջ նրանք նույն գենց իրավիճակի մեջ էին։ Հիշում եք բամությունները, չէ՞։ Հռոմայացիները կփրկնեին առուզնիուն ավչև գնեին չագերդված քրիստոնյաներուն։ Ինչ որ հիմա քրիստոնյաները կգադարեն Եհովայի վկաներուն կամ 50-ականներուն։ Նրանց մարդու դեր չեն տներ։ Կամ գաթոլիկներուն մարդու դեր չես տներ, քանի որ արաքյալները 12 արդեն եկածներն են, որ շիդագան է։ Ուրեմն այս բոլորը դեսնելով եւ իմանալով, որ իսկապես մարդիկ շահագործում են քեզի, չի կարելի ասել, որ հայը պետք է քրիստոնյա ալա։ Կամ հայը պետք է ոյ մեկ ուրիշ հավատք ունենա։ Նայեցեք, մի կարծեք, որ ես մահմեդականություն հրյա թավանանք կամ բուդդիզմը, հինդուիզմը կամ ուրիշ բաներու գսեմ հետևեք։ Ոչ, մարդ արարածը ինքը կարող է ինքնուրույն որոշե։ Իսկ եթե ասում եք, չէ, դգար է, մարդ արարածը դգար է, մնդացեք ցեվը, որ այդ դգարությունը ուժեղացնենք եւ ոչ թե հрьяաներից վախնանք։ Շնորհակալություն։ Ուրեմն սեներ, ցեզ մեջ շատերու համար ասացածներս դարօրինակ է, չէ՞։ Բայց ճշմարտությունը գա, դուք գիտեք, որ ճշմարտությունը գա մեջը։ Անստին առաջ։ Փարի լույս։ Փարի լույս։ Փարի լույս, ծեր գարձիկը։ Ինչպես է, պարոն Ստեփան։ Գարձիկ ունեք։ Դուք կարծիքը են, որ պետք է ժողովրդին հասկացնեն, որ սուրբ ժողովրդին հասկացնել, որ սուրբեկի որտեղ գած եկեղեցի կառուցեն։ Նայեցեք, ոյ մեկ հավատքի մեջը հինդուներն նույնն են գադարում, դեղ են սարքում, հрьяաներն նույնն են գադարում, մահմեդականներն նույնն են գադարում, այսինքն նույն հիվանդությունն է ամենտեղ։ Նայեցեք, հիշեք Հիսուսը երբ որ իր հորը դաջարը մտավ, որ արևդուր կգադարեին, որ ամեն ինչ քանթեց։ Էսավ հորս դաջարն է էսավ, չէ։ Վերջերջո այդ բանը ֆրանչայզ գսեն անգլերենով։ Այդ արևդրական հաստատության դերն էր ինքը։ Կներես խանգարեք, որ հորը դաջարը, մի հատ գրեհիկ մարդ, որ հազարակին ուներ, անուն կոչվում էր իմաստուն սողոմուն։ Ինչ որ է, անստինգ առաջ, շնորհակալություն։ Որ դաջարի մասին ես խոսում։ Այդ նույնը ինչ որ ամեն տեսակի դաջարներ գոյություն ունին։ Շնորհակալություն։ Մարդ արարածը ուր որ լա միշտ ուզում է բաշտամունքի գետրոնը ստեղծել։ Քանի չի տեսնում, որ ինքը իր մարմինն է ամենակարևոր բաշտամունքի գետրոնը եւ նրան պետք է մաքուր բահե, ամենակարևորը ուղեղը պետք է մաքրվի։ Ուրեմն սեներ, այսօրվա իմ նյութս բարձրապես ցեզի այս հայկականության հասկացողությունը բերելու համար էր, որ մենք մեզի կարևորություն չենք տալիս եւ քանի որ կարևորություն չենք տալիս, սկսում ենք ուրիշներին արժեքավորել։ Եվ երբ որ ուրիշներին արժեքավորենք, ահավասիկ այս երկրակունթի 4 կողմը դարածված, բայց երկրակունթի դերը չենք դարձած։ Ինչու՞։ Քանի որ միշտ ուրիշին արվելի կարևորություն ենք տալիս։ Ձեր մեջը լեցուն հայ երդասարտություն կա, որ ամեն մեկը մյուսին ավելի լավ գործ է կատարում։ Ինչու թիգունք չեք կակնիր։ Բարձ թվապանություն պիտի ցեզի։ Այսօր Լոս Անջելեսի մեջ խոսենք 5000 հայ կարող է ամիսը $20 կոկովի տնել եւ հատկացնել մի երդասարտի մշակույթային, հայկական մշակույթային ծրագրիմը հովանավորությամբ 100,000 գնե ամիսը $20 գիտեք ինչ է ոչինչ է $20 այսօր այո գիտեմ դժվար ժամանակներ գաբրին կոր ամենից ամենադժվար մարդը որ ժամանակ կաներ $20 համար ոչինչ է եւ 5000 հայգա այս 400,000 հայերի մեջ որ կարող է այդ $20 հատկացնել մեկ գաղափարի եւ երբ որ մշակույթը կհարստանա մշակույթը կզարգանա թունի પર աս քոյություն կունենաս բայց երբ որ մարդիկ դիդավորյալ ամեն ինչը կգադարեն որ ծեր մշակույթը վերանա այսօր հայերեն մշակույթ քոյություն չունի քանի որ նա ամենաառաջին
լույսն է, եւ այս մեկը բարի լույս չէ, որ ասե որ հայ ժողովուրդը երկրակունքի վրա են վերանալու իրավիճակի մեջ է։ Նորեն գսեմ եւ նորեն գսեմ։ Ցեղասպանությունը մեկ հոգի որոշեց որ ինչ որ հայ դեսնես մակրե վերջացուր։ Քանի որ այդ հայերը պատճառ էին այս եւ այդ դարբերությամբ։ Ոչ թե քանի որ քրիստոնյան էին։ Ադամը ուրիշ էշուչում է որ քրիստոնյաները գուզեն դարածել։ Չի կարողացան։ Բայց այսօր Հայաստանի մեջ մշակույթ գոյություն չունի, Սփյուռքի մեջ մշակույթ գոյություն չունի, եւ որ մշակույթ կսեմ հայկական մշակույթ, այլ բարձրապես ընթորնագություններ են։ Եվ այդ ընթորնագությունները պատճառ բերելա որ երկրակունքի վրա են հայերենը վերանա։ Ինտոնացիա, ադապտացիա կամ ամենամեծ հիմարությունը Հայաստանի մեջ այ փենքիմտա եծա վերջացան եւ օֆեգա նախադասությամբ դվյալ մնե եւ օֆե այսօր Հայաստանի մեջը եւը մեսրոպյան դարերից դուրս ելած նոր դար մնե կամ ուն որչափ աբուշի մեգը բիդելաս եւ որ ասես որ ես եւ տուն եւ ինքը միասին դերկացինք հանգարձակի այդ եւը մարտարարած դառնա այ հիմար ժողովուրդ ես եւ տուն եւ մյուսը հանգարձակի 3 հոգի փոխարեն 5 հոգիով Քացինք ճաշարան, Փարի, լույս։ Աբուշի մեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի, լույս։